Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք սկսում ենք նոր աշխատանքային օր, նոր աշխատանքային շաբաթ, հունիսի 15-ն է, ամիսը կիսեցինք, բարի լույս։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր, պատրաստեք սուրճը, որովհետև սուրճ ու սեր առավոտից ծրագիրը սկսում է իր աշխատանքն ուղիղ եթերում, Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են առաջիկա 1.5 ժամվա ընթացքում լսվելու ձեր ռադիոընթունիչներից։ Այո, մենք ուղեկցում ենք ձեզ առավոտվա ամբողջ ընթացքում, մինչև ժամը 11-ը կլինենք ուղիղ եթերում, այնպես որ աշխատանքի գնալիս կամ պարզապես տանը գործեր անելիս կարող եք մեզ լսելը օգտակար է, հաճելի է, որովհետև 1.5 ժամ ձեզ ներկայացնելու ենք հետաքրքիր փաստեր, նորություններ, լուրեր, իհարկե կխոսենք մշակութային մի հետաքրքիր իրադարձության մասին եւ իհարկե այս ամենը կուղեկցվի լավ երաժշտությամբ։ Այո, անպայման կունենանք նաև իհարկե անհրաժեշտ տեղեկատվություն եղանակի, խցանումների, օրվա փոխարժեքի մասին եւ մի մոռացեք մեզ նաև դիտել մեր Facebook-յան էջում եւ կայքում երկու հարթակներում էլ կարող եք նաև մեկնաբանություններ թողնել։ 553702 սա էլ մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, որը բաց է ամբողջ եթերի ընթացքում, այնպես որ մենք ել ավելի ուրախ կլինենք, եթե եթերը լինի ինտերակտիվ, կսպասենք ձեր մեկնաբանություններին ու զանգերին։ Բարի լույս, օրը սկսված է։
ռետրո դիսկո երաժշտությամբ եւ տրամադրությամբ սկսեցինք մեր առավոտը։ Հունիսի 15-ն է, օրը երկուշաբթի, ժամը 9:38։ Ողջունում ենք բոլորին, ովքեր հետևում են մեզ այս պահին։ Այո, եւ հուսով ենք, որ նորությունները կլինեն դրական եւ տրամադրությունը կլինի նույնքան բարձր, որքան այս պահին կարծես թե ջերմաստիճանն է Երևանում, բայց եղանակին ավելի մանրամասն կանդրադառնա Սևակը։ Այո, արի այսօր սկսենք հակառակ կողմից, նախ ասենք ինչքան է այս պահին։ Այս պահին մեր մայրաքաղաքում 19 աստիճան տաքություն է, բավական արևոտ եղանակ է, բայց դե ինչպես գիտես, տեղումների հավանականություն վերջին շրջանում անընդհատ կա։ Իդեպ տեղումներ չէ, մի ամբողջ սելավ պատահական, մեկ էլ 10 րոպեում չէ, բռնկվում է։ Հատկապես երեք, նաև նկատեցի, որ բարեկամության այդ մետրոյի գետնանցումը ամբողջովին ջրով էր լցված։ Այո, եթե չեմ սխալվում, նաև Մոսկվայից կային վիդեոներ, թե ինչքան լուրջ տեղումներ են եղել եւ փողոցներ են անցել ջրի տակ։ Հիմա տեսնենք ինչ է սպասվում հանրապետության տարածքում այսօր վաղը գիշերը, առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Այսօր առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, քամին հյուսիսարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ հարգելի ռադիոլսողներ, նաև քամուշ գնացում է սպասվում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկային ժամերին բավականին բարձրանալու է։ Երևանում այսօր հատկապես գիշերը եւ կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ, նաեւ քամուշ գնացում ամպրոպի ժամանակ 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Մի խոսքով այսօր եւ վաղը եւս տեղումներ են լինելու։ Մի մոռացեք անձրևանոցների մասին, տանից դուրս գալուց առաջ եղանակի նաեւ ջերմաստիճանից խոսենք, ըստ օդերևութաբանների 26-ից 28 աստիճան տաքություն է լինելու ցերեկը, երեկոյան մինչև 23, իսկ գիշերը 16 աստիճան։ Դե ջերմաստիճանից չենք դժգոհում, անգամ շոկ է ցերեկային ժամերին, իսկ ահա պատահաբար անձրևները, օրինակ ինձ համար հաճելի են, որովհետև ես անձրև եմ սիրում, բայց այն մարդիկ, ովքեր տենչում էին, որ ամառը գա, բնականաբար դա հասնում է նրանց տրամադրության վրա։ Քանի որ ես այն մարդկանցից էի, որ իսկապես տենչում էի, որ ամառը գա, եթե անկեղծ Սևակ ինձ համար կարևոր է, որ տաք լինի, իսկ նույնիսկ անձրևոտ երեկոները կամ դրանից հետո այնքան էլ ցուրտ չի, իրականում ջերմաստիճանը հաճելի է, այնպես որ շատ չեմ բողոքում, հատկապես որ ավտոճանապարհների վրա նույնպես կարծես թե այս անկանխատեսելի եղանակային պայմանները չեն անդրադարձել Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայությունը, ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանի ԱԻ դեպարտամենտից եւ Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ հայտնում են, որ Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ հա մայրաքաղաքում շուտով կարծում եմ խցանումները ել ավելի կսաստ կանան, որովհետև Երևանի քաղաքապետարանը օրեր առաջ տեղեկացրեց, որ հունիսի 17-ից, այսինքն վաղը չէ մյուս օրվանից մինչև օգոստոսի 29-ը, կարելի ասել ամբողջ ամառը փակ է լինելու Կիևյան կամուրջը, պատճառը հիմնանորոգման աշխատանքներն են, այնպես որ մենք այս օրերին ձեզ էլի կիրազեկենք, դե բնականաբար պարզ է, եթե այսքան երկար ժամանակով քաղաքապետարանը որոշում է կայացրել փակել Կիևյան կամուրջը, ապա լուրջ հիմնանորոգման աշխատանքների կարիք կա այս ենթակառուցվածքի շրջանակում, բայց դե բնականաբար պատկերացնում եք, թե ինչ ձևով է սա ազդելու մեր քաղաքի խցանումային պատկերի վրա, այդտեղ շրջանցող փողոցները ել ավելի կծանրաբեռնվեն, հատկապես եթե մարզամերգային համալիրում մեծ միջոցառումներ լինեն, ինչևէ սա է պետք է հարմարվենք, պարզապես մեր գործն է տեղեկացնել ձեզ, որ հունիսի 17-ից օգոստոսի 29-ը Կիևյան կամուրջը փակ է լինելու։ Մինչև անցնենք մայրաքաղաքի խցանում առատ փողոցներին, Վեգան կներկայացնի նաև օրվա փոխարժեքը։ Այո, կենտրոնական բանկի ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 368 դրամի եւ 18 լումայի, 426 դրամ եւ 0.9 լումա է եվրոն, ռուսական ռուբլին 5 եւ 0.6 է, 138 դրամ 67 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգն այսօր 493 դրամ եւ 73 լումա արժի, դիրհամը 100 դրամ է 24 լումա եւ իրանական ռիալը 0.026 է ահագին ժամանակ անփոփոխ։
Ահա սա էլ օրվա փոխարժեքը, հիմա գանք մեր մայրաքաղաքի խցանումներին, 7 այս պահին խցանումային նիշը մեր մայրաքաղաքում եւ դե կարելի ասել այս ժամի համար արդեն փոքրիշ շատ է բնական պատկեր է, սովորական դարձած 5-ից 7-ի շրջանակում է տատանվում սովորաբար այս ժամերին, դե սկսենք Իսակովի պողոտայից, որը Երևանյան լճից սկսած դեպի կենտրոն շարժվող ուղղությունը բավական ծանրաբեռնված է, Աթենքի փողոցում հատկապես Բրազիլիայի հրապարակից դեպի հաղթանակի կամուրջ երթևեկությունը կարելի ասել առաջ չի էլ շարժվում, շատ մուգ գույնի է քարտեզը, բարեկամության հատվածում, ինչպես սովորաբար լինում է այս ժամերին բավական ծանրաբեռնված է երթևեկությունը, հատկապես մարզամերգային համալիրի ու մոտից դեպի բարեկամություն Կիևյանը շարժվող, այստեղ նաև կա հիմնանորոգման աշխատանքներ, կարծես թե Օրբելի չհասած, նաև դա է դարձել խցանումների պատճառ, գանք աստիճանաբար կենտրոնական հատվածներ բարեկամությունից սկսած Բաղրամյանն է ծանրաբեռնված, Բաղրամյանի դեպ տեղ, բայց առավել ծանրաբեռնված է հենց բարեկամության հատվածում, Կոմիտասի պողոտայում բնականաբար կա երթևեկության դանդաղ ընթացք մի քանի հատվածներում եւ մոտենանք կենտրոնին, այստեղ նախ Սայաթնովա փողոցում օպերայի հարևանությամբ կա խցանում Կորյունը դեպի Մատենադարան ուղղությունը եւ արդեն Մատենադարանից Մաշտոցի պողոտան, հատկապես դեպի օպերային թատրոն եկող ուղղությունն է խիստ ծանրաբեռնված, Հանրապետության հրապարակում ըստ քարտեզի այդքան խցանումներ չկան, միայն Ամիրյան փողոցը դեպի Մաշտոց շարժվող ուղղությունն է ծանրաբեռնված, Վազգեն Սարգսյան փողոցը դեպի Հանրապետության հրապարակ գնացող հատվածը, Վարդան անցը դեպի Սախարովի հրապարակ շարժվող ուղղությունը, մի խոսքով այն փողոցները, որոնք սովորաբար այս ժամերին ծանրաբեռնված են լինում, որևէ փոփոխություն չկա, Սարալանջը իր հարակից փողոցներով մենք վարորդներին եւ ուղևորներին միշտ նույն կոչն ենք հղում, հետևեք մեզ, միացեք մեզ, փորձենք միասին անցկացնել առավոտյան խցանումների նյարդայնացնող րոպեները։ Այո, եւ իհարկե կարող եք նաեւ կապ հաստատել մեզ հետ այդ ընթացքում 553702, սա այն հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել, եթե ղեկին եք եւ այդ պահին իհարկե կանգ եք առնում, իսկ այն մարդկանց համար, որոնք մեզ դիտում են, կարող եք նաև մեկնաբանություններ թողնել, իդեպ մեր ամենահավատարիմ ռադիոլսողներից Էդիկ Բաբուջյանն իհարկե արդեն հասցրել է մեզ բարի լույս մաղթել, մենք էլ մեծ սիրով, թե Էդիկին, թե մեր մնացած բոլոր ռադիոլսողներին բարի լույս ենք մաղթում, առաջարկում ենք եւս մեկ փոքրիկ երաժշտական դադար, հետո կվերադառնանք ու կթերթենք պատմության էջերը հասկանալու համար, թե տարիների ընթացքում ինչով է նշանավորվել հունիսի 15 այս կամ այն երկրում, ինչ հետաքրքիր միջազգային եւ ազգային տոներ կան, ինչպես մեր հարևան երկրներում, այնպես էլ օրինակ Արևմուտքում։ Այո, այնպես որ մնացեք մեզ հետ, Սերենատ այս պահին ձեզ համար։ Մեկ տեսնում ես լինում են սերեր, ունեն թիթերի կյանք, գիտեմ հավերժի ես կյանքը իմ սեր, ես կսիրեմ քեզ մի կյանք, սերը թթութան չի, ամեն մարդու բան չի, սերը կատակ բան չի, գիթարը կարում ես, պատուհանից տակ, գալիս ես երգում ես, սիրո սերենատ, գալիս
Սուրճ ու սեր առավոտից։ Ինանցե 49 սերենատնել երկեցինք Սոֆի Մխայանի հետ, դիդեպ այս երկը վիրուսային տարածում է գտել համացանցում, բոլորը պարում են այս երկի տակ, բայց դե առավոտը դեռ պարելու տրամադրությամբ չենք մենք, մենք առավել հիմա տրամադրված ենք ձեզ ներկայացնել հունիսի 15-ի օրացույցը, տեսնենք ինչ հետաքրքիր իրադարձություններ կան այսօրվա հետ կապված, մի քանի էջեր թերթեցինք, հիմնականում ֆիլմերի եւ մուլտֆիլմերի հետ կապված հետաքրքիր տեղեկություններ կան 1994 թվականի այսօրն է թողարկվել լեգենդար ամերիկյան առյուծ արքան մուլտֆիլմը, նույն ինքը Lion King-ը, չգիտեմ այդ պահին Walt Disney-ի աշխատակիցները արդյոք մտածում էին, որ սա կդառնա կուլտային մի ֆիլմ, որը ոչ թե պարզապես մուլտֆիլմ է, այլ կյանքի փիլիսոփայություն է ամբողջ եւ սիրված է ոչ միայն փոքրերի, այլև մեծահասակների կողմից։ Իդեպ դասական անիմացիոն ֆիլմերի շարքում այն 32-րդն է։ Ահա, այսինքն աշխարհում ստեղծված 32-րդ ֆիլմն է, շատ հետաքրքիր է, հատկապես որ տարիներ անցել մինչև օրս մարդիկ շարունակում են ռիմեյքներ, նոր տարբերակներ նկարահանել։ Իդեպ վեգավերջերս ներկա էր Harry Potter համերգին, նույնը կա նաև Lion King-ով, այսինքն երբ ֆիլմը ցուցադրվում է, մուլտֆիլմը եւ նվագախումբը կենթանի կատարում է, դե այդտեղ էլի շատ է երաժշտական հատվածները, ու իդեպ ֆիլմը հայտնի է նաև իր գեղեցիկ սաունդթրեքով, Hans Zimmer-ը, եթե չեմ սխալվում, այս դեպքում նա է հեղինակը, եւ հաջորդ իրադարձությունը, որը ես կասեմ, հետո վեգան կանցնի արդեն միջազգային տոներին, 1935 թվականին էլ առաջին անգամ ներկայացվեց հայ ֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը, խոսքը Պեպոյի մասին է։ Ահա, հետաքրքիր է, որ այսօր մի փաստորեն միջազգային օր է նշվում, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց այսօր քամու միջազգային օրն է, Սևակ։ Մենք հատկապես վերջին շրջանում բնավ ցանկություն ունենք այս տոնը նշելու, բայց դե սպասվում էր քամուշ գնացում, ասեցի։ Այո, դե Հայաստանի համար այսօր նաև կարևոր օր է, ազգային խորհրդանիշների օրն է, եթե չեմ սխալվում, դրոշի, նաև գերբի եւ նաև հիմնի կարծես թե այսքանն են, չէ՞, տոները, հիմա գանք օրացույցին, տեսնենք ովքեր են ծնվել այսօրը Էդվարդ Գրիգը, նորվեգացի կոմպոզիտոր, 1843 թվականի հունիսի 15-ին է ծնվել։ Հայ խորհրդային նկարիչ, արձանագործ, քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է, փաստորեն նաև այսօր 1899-ի այսօրն է ծնվել։ Իդեպ իմ ամենասիրելի քանդակագործներից մեկն է Քոչարը։ Այո, նրա գործերը շատ յուրօրինակ են։ Եթե չեմ սխալվում, ներկայիս նախագահն է Չինաստանի Սի Ցզինպինը 1953 թվականի այսօրն է նա ծնվել եւ տեսնենք թե օրացույցը էլ ինչ հոբելյարների է առանձնացրել։ Ամերիկացի рэպեր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, կինոռեժիսոր, բազմաթիվ ֆիլմեր հեղինակած եւ դրանցում նկարահանված Ice Cube-ի ծննդյան օրն է այսօր 1969-ի այսօրն է ծնվել ամերիկյան հայտնի рэպերը։ Եվ հայ դերասանուհի Հայաստանի վաստակավոր արտիստ, միշտ հմայիչ, միշտ գեղեցիկ Լուիզա Ղամբարյանն է ծնվել այսօրը 1977 թվականին, թիվը մոռացեք նրան դիտելիս երբեք չեք մտածի, որ 77 թվականին է ծնվել։ Շնորհավորում ենք Լուիզային, ինչպես նաև բոլորին, ովքեր ծնվել են այսօր, ձեզ մաղթում ենք անմոռանալի եւ հիշարժան օր, մանավանդ միշտ խոսում ենք այս մասին, ամռանը ծնվածները առավելություն ունեն ել ավելի հաճելի նշելու իրենց ծննդյան օրը, վեգա դու որպես ամառվա ծնունդ կարող ես փաստել։ Փաստում եմ, չնայած այն բանին, որ ես մարդ եմ, որը երբեք չի նշում իր ծննդյան օրը, գոնե, այսինքն ընկերներով չենք հավաքվում, բայց ես օրինակ սիրում եմ լողավազանում անցկացնել այդ օրը, եղանակը դա թույլ է տալիս, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ ամռանն եմ ծնվել։ Չնայած նաև այս վերջերս մեմ է, չէ, տարածված, որ մարդիկ խառնում են հուլիսի եւ հունիսի ծնունդները եւ եթե մարդը ամռանն է ծնված լինում, ասում են միշտ դժվարանում են հարցնել, հիշել, թե արդյոք օրինակ հուլիսի 18-ին էր ծնունդը թե հունիսի։ Ճիշտ է, միշտ իդեպ դա բոլոր լեզուներում, ցանկացած լեզվում առնվազն 3-ին տիրապետում ենք, չէ, 1 Ն-ի եւ Լ-ի տարբերությունն է դա։ Շարունակենք մեր եթերը, վերջերս տեսա, որ համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի երգչուհի Իմանին
կրկին գալու է Հայաստան, նա իհարկե մի քանի ամիս առաջ էր այստեղ հրապարակում ելույթ ունեցավ խաղաղության փառատոնի շրջանակում, բայց հիմա մենահամերգով է գալիս, կարծես թե սիրել է Հայաստանը եւ որոշել է գալ You Will Never Know նրա ամենահայտնի հիթը արի լսենք, իհարկե դեռ սեպտեմբերին շատ ժամանակ կա, ձեզ էլի կտեղեկացնենք այս համերգի մասին ու ընդհանրապես այսօրվա եթերում էլ խոսելու ենք մի կարևոր համերգի մասին, որը հունիսի 24-ին է տեղի ունենալու կրկին մարզահամերգային համալիրում, բայց այդ մասին եթերաժամի երկրորդ հատվածում այժմ լսենք ֆրանսիացի երգչուհի Իմանի ամենահայտնի ստեղծագործությունը It breaks my heart 'cause I know you're the one for me. Don't you feel sad there never was a story? Obviously there'll never be and you will never know. I won't never show what I feel, what I need from you, no. And you will never know. I won't never show what I feel, what I need from you. And with every smile comes my reality, irony. You won't find out what has been killing me. Can't you see me? Can't you see? And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no, no, you will never know. I will never show what I feel, what I need from you, no, 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 you'll never know. No, 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 you'll never know. No, no, no. Love me, love me, love me, love me, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no, no, you will never know. I will never show. Սուրճ ու սեր առավոտից։ Շարունակում ենք մեր եթերը, այս եթերաժամի վերջին րոպեներն են եւ ավանդաբար ողջունում ենք Ռադիոլուրի մեր գործընկերներին, այսօր Մարլենան է մեզ միացել, բարի երկուշաբթի Մարլենա։ Ողջույն։
Երեկվանից քաղաքական գրքերը կրկին թեժացան, վստահ եմ այդ մասին եթերը ժամի ընթացքում կներկայացնենք, բայց եկեք ավելի բարի թեմայից խոսենք։ Մեր նվագախմբերը, մեր արտիստները շարունակում են մարզերում նշել հանրային ռադիոյի 100-ամյակը, ինչ նորություններ կան մեր գործընկերները եւս այսօրերին Սյունիքի մարզում են։ Այո, մեր գործընկերները գիշերն են վերադարձել Երևան ուրբաթ օրվանից մինչև 3 ուշ երեկո, ունեցել են բազմաթիվ համերգներ, մեր թղթակից Արմինե Գևորգյանը նույնպես Սյունիքում է, պարբերաբար մեր պաշտոնական Facebook-յան էջում եւ կայքում տեղեկատվություն հաղորդում ենք, իդեպ նկատենք, որ մարզային լրատվամիջոցները նույնպես բավականին լայնորեն անդրադառնում են հանրային ռադիոյի ստեղծագործական կոլեկտիվների համերգներին, Սյունիքի մարզում հայկական ռադիոյի 100-ամյակի կապակցությամբ բոլոր մանրամասները մեր ունկնդիրները կարող են իմանալ ռադիոլուրի եւ ոչ միայն ռադիոլուրի թողարկումներից օրվա ընթացքում, ինչ վերաբերում է ընտրություններին, այս պահին թարմ տեղեկություններ չունենք, վաղ առավոտից եւ 3 մենք հաղորդել ենք բոլոր տեղեկությունները, հիշեցնեմ միայն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն 3 քաղաքական ուժ է անցնում խորհրդարան, ընդդիմությունը համաձայն չէ եւ մտադիր է բողոքի ակցիաներ անցկացնել։ Տեսնենք այլ ինչ նորություններ կան Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում ու հետևենք ժամը 10-ի նորություններին։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիոլուրը, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Հիկմեթ Հաջիևը եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել են Դիլիջանում։ Կողմերը նույնաբովանդակ տեքստ են տարածել, ըստ որի բանակցությունների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև վստահության ամրապնդման ուղղված միջոցառումներին։ Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքային շփումները եւ պայմանավորվել, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենալու Ադրբեջանում։ Սա Հաջիևի առաջին այցն էր Հայաստան, մինչև այդ սահմանազգծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն էր այցելել Հայաստան։ Անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացրել են, որ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային ճանապարհով։ Հայաստանի արտգործնախարարությունը երեկոյան տեղեկացրել է, որ 3 եւ այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում է։ Հունիսի 15-ին Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում քննարկման, հայտնել են արտգործնախարարությունից, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Մանրամասներ հայտնի չեն նաև Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարարի Ֆրանսիա այցից, որ Ֆրանսիա է մեկնում, Պապիկյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում։ Հայաստան դաշինքի ղեկավար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեք օդանավակայանում արգելել են լքել երկիրը։ Տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, թե ինչ հիմնավորմամբ դեռ պարզ չէ։ Քոչարյանը երեք ավելի վաղ սոցցանցի իր էջում հայտնել էր, որ երրորդյա այցով, մասնավոր այցով մեկնում է երկրից։ Նախկին նախագահի որդին Լևոն Քոչարյանը հայտնել էր, որ հայրը մեկնում է Ռուսաստան։ Անդրադառնանք տարածաշրջանային զարգացումներին, այսօր Ռուսաստանում հյուրընկալում են Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանին։ Այցը աշխատանքային է, քննարկվելու են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Հարավային Կովկասին, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հետպատերազմյան վերականգնման գործընթացներին եւ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը ընդգծում է, որ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը։
Միացյալ Նահանգները ու Իրանն էլ հայտարարել են խաղաղության համաձայնագրի ձեռքբերման մասին, այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Համաձայնագրի մասին առաջինը հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, նշելով, որ այն ներառում է ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Ինտենսիվ բանակցություններից հետո ուրախ ենք հայտարարելու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման մասին։ Կողմերը համաձայնել են անհապաղ եւ մշտական հրադադարի, սոցցանցում գրել է Շարիֆը։ Տարբեր երկրների առաջնորդներ էլ ողջունել են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը։ Լոնդոնը, Փարիզը, Բերլինը եւ Հռոմը համատեղ հայտարարության պատրաստակամություն են հայտնել մեղմելու Թեհրանի դեմ որոշ պատժամիջոցներ։ Տեղեկացնենք նաեւ, որ այսօր Ֆրանսիայում մեկնարկում է մեծ 7-ի գագաթնաժողովը եւ տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են այս հարթակում։ Իսկ երեք Միացյալ Նահանգների նախագահը տոնում էր ծննդյան 80-ամյակը եւ այդ առիթով ստանում էր շնորհավորանքներ տարբեր երկրների ղեկավարներից, դրան ողջունել է եւ շնորհավորել Հայաստանի վարչապետը, տեղի է ունեցել նրա ծննդյան կապակցությամբ նաեւ Պուտին-Թրամփ հեռախոսազրույց։ Հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը, պարբերաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու թարմ տեղեկատվություն։ Խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյաններ, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ I found my love in Portofino, perché nei sogni credo ancora, lo strano gioco del destino a Portofino m'ha preso il cuore, nel dolce incanto del mattino. Il mare ti ha portato a me, socchiudo gli occhi a me vicino, a Portofino rivedo te. Ricordo un angolo di cielo dove ti stavo ad aspettare, ricordo un volto tanto amato, la tua bocca da baciare. I found my love in Portofino, quei baci più non scorderò, non è più triste il mio cammino, a Portofino I found my love. Ricordo un angolo di cielo dove ti stavo ad aspettare, ricordo il volto tanto amato e la tua bocca da baciare. I found my love in Portofino, quei baci più non scorderò, più triste il mio cammino, a Portofino I found my love. Non è più triste il mio cammino, a Portofino I found my Սուրճ ու սեր առավոտից։
10:08 վերադառնում ենք եթեր, մեր երկրորդ եթերաժամը սկսվեց, բարի լույս բոլորին, ովքեր մեզ միացել են հենց նոր 9:30-ից մեծ հետևողներին, շնորհակալ ենք հավատարմության համար եւ առաջարկում հիմա ել ավելի բարձրացնել ձայնը, ռադիոընդունիչների, հեռախոսների, ավտոմեքենաների մեջ եթե մեզ լսում եք սարքավորումների ձայնը, որովհետեւ մի կարևոր մենահամերգից ենք խոսելու, որը տեղի կունենա շատ շուտով հունիսի 24-ին մեր մայրաքաղաք Երևանում։ Եվ սիրով ներկայացնենք մեր հյուրին, մեր տաղավարում է օպերային երգիչ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ բարի գալույս մեր տաղավար։ Շնորհակալություն։ Լիպարիտ օպերային երգիչները առավոտը ինչպես են սկսում, մանավանդ եթե երեկոյան ունեն ելույթ։ Վայ, բարդ են սկսում, փորձում են արթնանան, որովհետև շատ դժվար է առավոտյան, գիտեք, ամբողջ մկանային համակարգը թուլացված, այսպես հոգնած, քնած, եւ պետք է կարողանաս շատ արագ բերես քեզ ֆորմի, որպեսզի ձայնը արթնանա, որպեսզի ամբողջ օրգանիզմը թարմանա եւ դու պատրաստ լինես երեկոյան նվիրել քո հանդիսատեսին գեղեցիկ էմոցիաներ եւ այնպես փորձել կատարել քո ստեղծագործությունները եւ ելույթը այնպես կազմակերպես, որպեսզի հանդիսատեսը միշտ զգա միայն այդ կարևոր զգացողությունը, գիտեք որը, թե երգել ես ինչ հեշտ բան է։ Ես էլ կարող եմ։ Ասում են ձայնը ավելի ուշ է, չէ՞, արթնանում, քան մեր բանականությունը եւ ընդհանուր օրգանիզմը։ Փաստորեն այն, որ օրինակ երգիչները առավոտյան հրաժարվում են երգել, դա իրականում լուրջ պատճառներ ունի։ Ահա։ Եվ բավական հետաքրքիր եւ հետաքրքիր ձևաչափով համերգ, գուցե նաեւ աննախադեպ, որովհետեւ ես Հայաստանում գոնե նման բան չեմ հանդիպել, երևի խնդրենք մանրամասնել ինչպես այս գաղափարը ծագեց եւ ինչպես իրականություն դարձավ։ Շատ ճիշտ ասացիք, իսկապես աննախադեպ է, որովհետև այո, երբեք չի եղել, ես հիշում եմ մոտ 10-11 տարի առաջ մի փոքրիկ այդպես փորձ եղել է թատրոնում կազմակերպել էին համերգ, որտեղ մենք թատրոնը հրավիրել էր էստրադային արտիստներին եւ մենք փորձում ենք երգել ինչ որ դասական հատվածներից, դասական գործեր միասին, բայց ինչով է տարբերվում իմ նախագիծը, նա իսկապես յունիկ է, որովհետև ինքը ճիշտ է, մենք կարող ենք զուգահեռ անցկացնել Pavarotti and Friends-ի հետ, բայց ինչով է մերը յունիկ, որովհետև մենք անում ենք շեշտը հենց մեր արտիստների հետ, հայկական երաժշտություն նաև, եւ գաղափարը գիտեք, առաջի կարևոր բանը այն էր, որ ես ցանկանում էի, որպեսզի մենք ցույց տանք հանրությանը, որ մենք շատ բարձր մակարդակի էստրադա ունենք, փոփ արտիստներ ունենք եւ այդ բոլոր արտիստները կարող են շատ բարձր մակարդակի կանգնեն օպերային արտիստի կողքին եւ սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին շատ բարձր մակարդակով մատուցեն նաեւ դասական երաժշտությունը եւ իհարկե նաեւ որպես կրթական նաեւ ծրագիր է, որովհետեւ ես կարծում եմ, որ իմ սիրելի ընկերներ էստրադային փոփ, էստրադային աստղերի ունկնդիրները, չէ, որոնք սիրում են իրենց եւ գալիս են լսելու միշտ իրենց, այդ երեկո կվայելեն սիմֆոնիկ նվագախումբ, այդ երեկո կվայելեն նաեւ օպերային եւ կծանոթանան ինչու ոչ դասական երաժշտության հետ եւ այս ձևով մենք նաեւ պոպուլարիզացիա ենք անում դասական երաժշտությունը այս գեղեցիկ ձևաչափով, որը կարծում եմ չկրկնվող է, չի եղել երբեք Հայաստանում եւ շատ մեծ բուրըն աժոտաժ է եւ նաեւ պետք է նշեմ, որ սա ուղղակի այսպես զուգերգերի երեկո չի, այլ մեր տաղանդավոր Մարտին Ուլիխանյանի շնորհիվ մենք դարձրել ենք յուրաքանչյուր արտիստի իր փոփ գործը, այսինքն այդ հայտնի խիտը դարձրել ենք իսկական զուգ երգ։ Իմ համար որպես դասական երգչի համար գրվել է հատուկ երաժշտական գիծ, տեքստ եւ մենք դա դառնում է, այսինքն Պալնացենի լիովին զուգ երգ է դառնում եւ սպասվում է հիանալի երեկո, որովհետեւ բոլորս այնքան ոգևորված ենք, ոգեշնչված ենք, որովհետեւ արդեն սկսել ենք երաժշտական փորձերը արտիստների հետ եւ այնքան գիտեք դրական է այդ էմոցիաները, որ ես տեսնում եմ իմ գոլեգաների, այսինքն իրենց երգն է, որոնք իրենք այսքան տարի կատարել են եւ այդ երգը ու նորովի են բացահայտում այդ երգը ու իսկապես այդ էմոցիանը ես արդեն այսպես սպասում եմ, թե ինչպես թեժ երեկո է լինելու։ Եվ ինչպես ասում եք յունիկ բառը, բացառիկ է համերգը նրանով, որ մարզահամերգային համալիրում է լինում, սովորաբար մենք սովորենք, որ դասական համերգները հատուկ դասական համերգասրահներում են լինում եւ մի բացասական կողմ էլ, որ մտածում են մարդիկ, որ դասականը չի հավաքի այդքան մեծ լսարան, բայց ահա մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում է այս համերգը եւ դե կարծում եմ սիմֆոնիկի 20-ամյակը նույնպես փաստեց, որ միանշանակ կհավաքի մարզահամերգային համալիրը։ Իհարկե, անշուշտ, անպայման։
Եվ ծրագիրը մի փոքր ավելի շատ մանրամասներով ինչպես է եղել դուք եք հասկացել թե արտիստների որ երգերը ավելի համապատասխան կլինեն այս նոր ձևաչափին, թե իրենք են առաջարկել թե իրենց երգերից որոնք ընտրվեն։ Հիմնականում դե պարզ է որ դա եղել է ընդհանուր աշխատանք, իմիջիայլոց ես կարծում եմ որ Մարտինը կհամաձայնվի իմ հետ ամենածավալուն եւ մեծ իհարկե մենք հիմա գալիս ենք այն փուլին որտեղ Արտուր Մանուկյանս արդեն անցնում է իր գործին իր թիմի հետ դա մի ուրիշ հատված է այո բայց այ նախնական այդ աշխատանքը այո շատ բարդ էր որովհետեւ ես փորձում էի ծանոթանալ ավելի այսպես խորեցված յուրաքանչյուր արտիստի ռեպերտուարին ձայնային հնարավորությունները որտեվ ելի եմ կրկնում մեզ համար շատ կարեւոր է որ Ես այսինքն չեմ կարա թույլ տամ, որ որևիցե արտիստ իրեն լավ չզգա, այսինքն դիսկոմֆորտ լինի։ Այո, դիսկոմֆորտ լինի եւ բարձր, այսինքն իր բարձր շեմը չկարողան ապահովի, այսինքն այսպես ասած, եւ իհարկե մենք քննարկել ենք յուրաքանչյուր արտիստի հետ, ես ուղարկել եմ ցանկ, այսինքն առաջարկել եմ սա, եւ այսպես ընդհանուր աշխատանք եղել, այո, մոտ 8 ամիս մենք քննարկել ենք եւ ընտրել ենք։ Ես օրինակ դա ուզում եի հարցնել, եթե ես լինեի փոփ երգիչ, բնականաբար ընդհանրապես չթերարժևորելով նրանց աշխատանքը կամ ձայնային տվյալները, բայց ես կկոմպլեքսավորվեի։ Բայց պիտի ասեմ ձեզ, անակնկալներ է սպասում, որովհետեւ անհավատալի դասական հատվածում զուգ երգեր կան, որ ես վստահ եմ ոչ մեկի մտքով երբևիցե չի անցնի, որ այդ արտիստը կարող էր այս դասական գործը կատարել։ Իդեպ մեր ռադիոլսողներին ասենք, անդադ ասում ենք արտիստներ, նրանց թվում են Սրբուկը, Արփին, Սևակ Ամրոյան, Ռոբո Քոլոյան, Էրիկ, Նեմրան, Վանը ենթադրաբար Արամեն Պետրին, Սոնա Ռուբենյանը եւ Բրյունետը։ Այո։ Իդեպ եւ նրանց երգերն եք միասին երգելու եւ նաեւ առանձին դասական գործ։ Այո, այսպես երկու մասից է բաղկացած համերգը, լինելու է մի հատ բաժին մեծ, բայց երկու մասնից է, այո Սկզբից սկսելու ենք որպես իբրև դասական երգիչ կսկսեմ ես, կսկսենք դասական բաժինը, այնուհետև շատ գեղեցիկորեն անցնում ենք դեպի փոփ։ Այսինքն դուք նույնպես ինչ-որ հատվածներ փոփ կատարելու եք։ Այո, անշուշտ։ Հրաշալի է։ Իսկ հետաքրքիր արտիստների արձագանքը, երբ առաջին անգամ նրանց առաջարկում եք այս ձևաչափը, արդյոք համարձակորեն էին ընդունում, թե կային մարդիկ, որոնք մի փոքր պետք է նշեմ, որ ի սկզբանե ում որ դիմել ենք, բոլորը մեծ ոգևորությամբ շատ սիրով, շատ այսպես, շատ բոլորը միաձայն, բայց երկրորդը, այսինքն առաջի էմոցիան եղել է, որ միաձայն շատ ուզում ենք, եւ երկրորդը, բայց մի վարքյան ինչ պիտի կատարենք։ Հետաքրքիր է։ Եվ ամսի 24-ին է փաստորեն համերգը տեղի ունենալու, մի փոքր արդեն տարվա կես թողեցինք, տարին կիսեցինք, հետաքրքիր է մի փոքր ավելի մեծ այս տարվա արդեն ձեռքբերումներից, պլաններից, համերգից մի փոքր հեռանալով։ Դե պետք է նշեմ, որ տարիս շատ բուրն է շատ, դե վերջի այսպես թատրոնը, որտեղ ելույթ է ունենում Մետրոպոլիտեն օպերաներ, նոր եմ Նյու Յորքից վերադարձել, 9 գեղեցիկ ներկայացում, իմ օֆիցիալ դեբյուտն էր այդ թատրոնում, որովհետև Չարաբաստիկ COVID-ը չթողեց 5 տարի առաջ իմ դեբյուտը կայանա, արդեն պայմանագիրը ստորագրված էր եւ պետք է երգե եւ cancel եղավ, հանեցին այդ ներկայացումները։ Ինչ վերաբերում է տարին, այո, շատ բուրըն էր, ինչպես միշտ գիտեք, բայց այս տարի հատուկ խնդրել էի մենեջերից իմանալով, որ մեր այս պրոյեկտը կա, որպեսզի ես լիովին այսպես կարողանամ գոնե այս ամիսը լիովին տրվեմ միայն այս աշխատանքին, այս պրոյեկտին, ես խնդրել եմ մենեջերից, որ այս ամառը ազատ լինեմ, որ հանգիստ զբաղվենք մեր պրոյեկտով եւ որտեվ գիտեք ամեն անգամ ասում Լիպարիտ ջան դեռ ստեղեց, միջև համերգ ստեղեց, որտեվ բոլորը սովոր են, որ Լիպարիտը գալիս է 2-3 օրով Հայաստան, հիմա ոչ, այստեղ եմ եւ զբաղված ենք մեր պրոյեկտով, ինչ վերաբերում է հետագայում, այո, նույնպես բուրըն տարի է սպասում, մի քանի հատ պրեմիերաներ ունեմ, նոր դերեր ունեմ որը հիմա պետք է ամառվա ընթացքում պատրաստեմ, ցանկը օնլայնվում է թատրոնների, Փառք Աստծո, շատ մեծ է, դեբյուներից ուրեմն թատրոնների լինելու է Չիկագո թատրոնը, նույնպես Մետրոպոլիտենից անմիջապես հետո հրավիրեցին իրենք 2 դեր են պատրաստում նոր, այնպես որ իր հունով գնում եմ։
Լիպարիտ, երբ արտիստներին հրավիրում են այդ ձեր նշած հեղինակավոր թատրոններ, արդյոք ուսումնասիրում են ով է որ ազգից է, թե միայն օրինակ ձայնային տվյալները նրանց նայում են որպես ձայն, հետաքրքիր է կարևորում են հայկական արվեստը, մեր օպերային ժառանգությունը։ Ես կարծում եմ, որ այդ ամենը կարևորում են ամբողջը, որովհետև կոմպլեքսային են նայում, միայն ձայնը չի ու միայն, այսինքն այն մենեջերը չի, ում հետ այդ արտիստը աշխատում է, բայց միայն մի բանը կարող եմ նշել, որ այնքան մեծ պատիվ է եւ հպարտություն, գիտեք, եւ որ բոլոր բուկլետների մեջ գրվում է Լիպարիտ Ավետիսյան Armenian tenor։ Արմենիա, Երևան։ Այսինքն դա իմ համար ամենամեծ հպարտության մի բան է ու պետք է նշեմ, թող դա շատ այսպես պաֆոսային, պաթետիկ չհնչի, բայց նաև մեր շնորհիվ ճանաչում են մեր երկրի մասին, մեր ազգի մասին եւ իհարկե դա շատ ողջունելի է եւ մեծ ողջավորություն է մեզ բոլորից պարգևում, իբրև նաև արտիստների, որ մենք արդեն մեծ պատասխանատվություն ենք, այսինքն կրում, հասկանում ենք, որ մենք մեր ազգն ենք ներկայացնում եւ ամենտեղ դա գրվում է այնպես որ դա հաճելի կողմերից մեկն է, այո։ Չէ, իրականում ընդհանրապես պաթոսային չէ, դա իրականությունն է, շատ հաճախ ենք այս կամ այն երկրում հանդիպում ինչ-որ մեկի, որը մեր երկիրը ճանաչում է, մենք ամեն դեպքում փոքր երկիր ենք, ցավոք այդքան էլ հայտնի երկիր չենք, իհարկե վերջին տարիներին կարծես թե փոխվել է, այո, բայց իսկապես շատ է լինում, որ այս կամ այն երկրում, այս կամ այն ազգի ներկայացուցիչի հետ ծանոթանալիս, երբ քո երկրի մասին ասում ես, նա այս կամ այն արտիստի հետ է ասոցացնում, այնպես որ մեր արտիստների, մարզիկների դերը անգնահատելի է, նրանք իսկապես դեսպաններ են դառնում Հայաստանը ներկայացնելու հարցում։ Եվ գալով կրկին համերգին փորձերը սկսել ենք արդեն, թե նոր է այս փուլը սկսվում։ Փորձերը արդեն սկսել ենք մեր Արմեն Աղաջանյանի օգնությամբ, իմ շատ սիրելի դաշնակահար ընկերոջս, այսինքն դեռ մինչ նվագախմբին միանալը մենք մեր փորձերը իհարկե արդեն անում ենք, յուրաքանչյուր արտիստի հետ հանդիպում ենք, որովհետև տեսեք ինչպես ես նշեցի, յուրաքանչյուր արտիստը 9 արտիստ է, յուրաքանչյուր արտիստը 2 գործ է կատարում, մեկը դասական, երկրորդը իր խիտը, որը նույնպես դարձվել է զուգերգ, ինքը նորովի գործ է։ Վստահ եմ բացի այս դուետներից նաև դուք էլ որոշ կատարումներով հանդես կգաք, այո, այս ծրագրում։ Անշուշտ ոչ շատ, որովհետև մի փոքր ամեն դեպքում մտածում ենք հանդիսատեսի մասին, չենք ուզում դոզան շատ լինի, բայց անշուշտ այո, երկու համար սոլո ես կկատարեմ։ Մի գործը լինում է լիովին դասական, որպես դասական երգիչ, երկրորդ գործը էստրադային։ Այ տեսեք, միշտ իհարկե ոչ ձեր կողմից, բայց դասական արվեստի ներկայացուցիչները մի փոքր այսպես նաիվ վերաբերմունք ունեն փոփ արվեստի հանդեպ նույն այդ ներկայացուցիչների, բայց նաև աշխարհում ենք տեսնում, որ շատ տարածված են նման ֆորմատները, այս դուետները, օրինակ տեսնում ենք տարբեր մեծամասշտաբ միջոցառումների բացման ժամանակ, օրինակ ելույթ է ունենում օպերային արտիստ եւ նրա հետ փոփ արտիստ, միգուցե R&B արտիստ, այս ձևաչափը բավական տարածված է աշխարհում, շատ տարածված եւ ընդունված է։ Այդ պատճառով ես որոշեցի նաև անել, ինչու ոչ, մենք կարանք մեր հայ արտիստների հետ, որովհետեւ նույն այս ձևաչափը ես կարող եմ անել իմ գոլեգաների հետ արտերկրում, ճիշտ է։ Նույն ձևաչափը եւ այնտեղ նա գործում է եւ արդեն այսպես ասած ներկայացնելու խնդիր չկա, որովհետեւ մարդիկ սովոր են դրան, այն ամենը ինչի մասին դու ասացի Սևակ ջան։ Այստեղ նորովի է։ Շատերը չեն անցալում, այսինքն չեն պատկերացնում դեռ թե ինչ է դա լինելու։ Եվ կրթական բաղադրիչի մասին էլ շատ ճիշտ նշեցիք, օրինակ նույն վերցնենք բրյունետի երկրպագուները, մեծ մասը միգուցե դեռահասներ, դեռ չեն բացահայտել իրենց համար այս աշխարհը, օրինակ, այսպես ասած բրյունետի խաթեր կգան այդ համերգին եւ դասական արվեստը մի փոքր նաեւ բարդ է, այնպես չէ, նույնիսկ ես, որ ավելի մեծ տարիքում եմ, այսպես ասած ծանոթացել, առաջին մի քանի համերգը ինձ շատ դժվար էին տրվում եւ դրա համար ավելի թեթև ծրագրերով համերգներ եւ աստիճանաբար հասկանում ես, որ արդեն կարողանում ես ամբողջական կոնցերտներ լսել եւ ամեն ինչ շատ ավելի հեշտ է լինում։ Այո, այս ձևաչափով դու ոչ թե պարտադրում ես այդ երիտասարդին անմիջապես այսպես ծանրամարտիկ այսպես դնում ես դեմ, ասում ես սա դասական երաժշտություն է, այլ դու մենք մի փոքր այսպես ծանոթացնում ենք, ասում ենք սա դասական ոչ է, սա նվագախումբն է, այս մարդը դիրիժորն է, որը այս ամենը կառավարում է եւ հետաքրություն ենք ընդհանրապես այսպես բերում այդ երիտասարդ սերունդին, որը ես կարծում եմ շատ մեծ գործ է։ Այս քաղաքականությունը իհարկե Հայաստանում արդեն բավական երկար տարիներ եւ հենց սիմֆոնիկն է իրականացնում այդ պատճառով միասին է։ Դասական արտիստ դրա արդյունքները տեսնում եք մեր օրինակ օպերային ներկայացումների հանդիսատեսի հետաքրքրվածության տեսակ։ Միանշանակ, որովհետեւ Սևակ ջան, այս գաղափարը ինձ մոտ ծնվել է մոտ 7 տարի
առաջ, ես առաջի անգամ զրուցել եմ մայստրո Սերգեյ Սմբացյանի հետ ու ասել եմ, որ այսպեսի մտքեր ունեմ եւ ուզում եմ սենց համերգ անենք եւ անշուշտ ես տեսնում եմ այդ 7 տարվա ընթացքում սիմֆոնիկը բազմիցս արել է տենց հետաքրքիր ծրագրեր, չէ, եւ հոլիվուդյան այդ սաունդթրեքները եւ մի խոսքով դա ես հիմա կարող եմ վստահելի ասել, որ մեր հանդիսատեսի արդեն մեծ մասը ես տեսնում եմ երիտասարդներին, որը հենց արդյունքը հենց դա է։ Եվ Լիպարիտ չնայած դեռևս հագին ժամանակ կա առաջին համերգին, բայց քանի որ իսկապես շատ հետաքրքիր ձևաչափ է, ամառ շատերը կան, որ երկրում չեն լինելու, հաստատ աստիճանաբար բողոքներ են լինելու այն մասին, որ չհասցրեցին ներկա գտնվել կամ չգիտեմ, կարծում եմ տոմսեր դեռ շատ կան, բայց կամ այո, կամ այդքան լավ կանցնի եւ այլն։ Գուցե մի քիչ առաջ եմ ընկնում, բայց կա հավանականություն, որ առաջինից հետո երկրորդի մասն էլ կմտածեք կամ շարքը։ Միանշանակ մի փոքր կբացեմ այսպես գախնի ուրեմն մեր տեղեկությունները, բայց այո, ինչի շատ ուրախալի է, որովհետև ես երբ ստանում ենք արդեն այդ հրավերները եւ կոնկրետ առաջարկներ կոնկրետ երկրներից, որ իրենք շատ հետաքրքրված են եւ ուզում են մենք գանք, դա իհարկե մեծ ուժ է տալիս։ Ես վստահ եմ, անկեղծ թող դա չհնչի այսպես, բայց ես գիտեմ, որ սա շատ լավ պրոյեկտ է, սա շատ մեծ արձագանք է թողնելու եւ ինքը շատ գեղեցիկ եւ ճիշտ աշխատելու է մեր մշակույթի համար եւ վստահ եմ, որ ես տեսեք այս Լիպարիտ եւ ընկերներ գաղափարը եւ ձևաչափը ինքը չի ավարտվելու միայն այս համերգով, միայն այս ծրագրով։ Ես ուզում եմ այնպիսի անեմ, որ այս Լիպարիտ եւ ընկերները այս գաղափարը լինի համահայկական, համամիջազգային եւ մենք հավաքելու ենք տարբեր ծրագրեր, տարբեր արտիստների հետ, տարբեր աշխարհի տարբեր մեր հայ հայրենակից, այսինքն երաժիշտների հետ միասին, այնպես որ ես հույս ունեմ եւ մի փոքր վստահել եմ նաեւ, որ այս ձևաչափը ապրելու է երկար տարիներ։ Ես անպայման ուզում եմ մի մեկնաբանություն կարդալ, նոր մեկնաբանություններ ունենք, դրանց կանդրադառնանք ավելի ուշ, բայց այս մեկը մեր հյուրին է ուղղված։ Ասիա Սարգսյանը գրում է. Երանի երևանցիներին միայն այսպիսի հրաշալի արվեստագետների հետ հանդիպելու, լսելու, նայելու համար հայերիս մխիթարությունը մեր խառն ու քաոսային ժամանակներում մեծ առաջընթացներ սիրելի Լիպարիտին։ Շատ շնորհակալ եմ, շատ զգացված ենք։ Լիպարիտ, դե հաջողություն մաղթենք քեզ, բայց առավելապես այն արտիստներին, ովքեր փոփից գալու են։ Բոլորիս, իհարկե։ Նրանց համար առավել մարտահրավերային է այս հատվածը եւ վստահ ենք նաեւ, որ համերգի ռեժիսորի Արթուր Մանուկյանի շնորհիվ այս ամենը այլ ավելի գեղեցիկ փաթեթավորում կստանա։ Միանշանակ։ Եվ ինչպես Սևակն է սիրում ավանդաբար ասել, առաջարկում ենք տանտիրոջ իրավունքով, չէ, եւս մեկ անգամ հրավիրել մեր ռադիո լսողներին համերգին։ Ձեր կողմից։ Ձեր կողմից։ Հա, իմ կողմից։ Հարգելիներս, սիրելիներս, ողջույն բոլորին, ես պարզապես ուղղակի ուզում եմ սրտանց հրավիրեմ բոլորին եւ չբաց չթողնել այս հնարավորությունը վայելելու բարձրաճաշակ, գեղեցիկ շոու ծրագիր, որը վստահ եմ դեռ երկար ժամանակ յուրաքանչյուրի սրտերում կմնա, կհիշվի եւ շատ դրական եւ երկար կխոսեն այս ծրագրի մասին, այնպես որ ամրագրեք ձեր տոմսերը եւ համեցեք հունիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Այո, դե ինչ սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք օպերային երգիչ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանի հետ։ Մենք հիմա մեր հյուրին կխնդրենք միասին լուսանկարվել, դուք էլ վայելեք նրա կատարումներից մեկը, հետո կվերադառնանք ու կասենք եթերաժամի մյուս հատվածին։ Լավագույն օրինակներից Լիպարիտը Հայկոյի, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ է կատարում, դա լսենք ու կվերադառնանք։ Անդադար մի հարցերու Ում է սիրտն իմ պատկանում պատասխան Քեզ կտամ աչքերն իմ նուր Հավատա ինձ միշտ ու ամենուր Դու գիտես, որ ես սիրում եմ քեզ Դու գիտես, որ կյանքը առանց քեզ դատարկ է Ոչ մեկի ես չեմ սիրել այսպես Դու գիտես, որ ես սիրում եմ քեզ Դու գիտես գաղտնիքը, դու և այս երկինքը Որ դու կաս, ուրեմն կամ և ես
հոգիս կարդաս, դու նորից կզարմանաս, որ ամեն տեղում դու կաս, կգտնես իմ սրտի մեջ դու հենց քեզ, իմ սրտի հասցեն դու լավ գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ, դու գիտես, որ կյանքը առանց քեզ դատարկ է, ոչ մեկի ես չեմ սիրել այսպես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ, դու գիտես կապնիքը, դու և այս երկինքը, որ կաս ուրեմն կամ և ես. Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 29 մոտենում ենք մեր եթերաժամի վերջին կես-ժամին, դեռ կես-ժամ լինելու ենք ուղիղ եթերում, ինչը նշանակում է, որ 55-37-02 հեռախոսահամարով դեռ կհասցնեք զանգահարել, ողջունել մեզ, միմյանց, մեր ռադիո լսողներին, մեզ ուղղել ձեր ողջունները, հարցերը, գուցե ինչ-որ փաստեր, նաև կարող եք մեզ մեկնաբանություններ թողնել մեր Facebook-յան էջում, Հայաստանի հանրային ռադիո փնտրելով, armradio.am կայքում նույնպես լայվը գործարկված է։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեզ հնարավոր է նաև 55-37-02 հեռախոսահամարով զանգահարել և կարդամ մի քանի մեկնաբանություն մեր Facebook-յան էջից։ Արամ Մկրտչյանը հասցրել է երաժշտական դադարի ընթացքում բռնացնել, որ ես բռշտացի և ինձ առողջություն է մաղթել։ Իդեպ Արամից պետք է շատ զգույշ լինել, նա միշտ բռնացնում է մանր-մունր մեր փոքրիկ մանրուքներին, ուշադիր է, այո, ինչ համար իրականում շնորհակալ ենք, հաճելի է, որ այդքան ուշադիր եք մեզ լսում և դիտում։ Եսեր Մխիթարյանն է մեզ միացել, Աստծով բարի լույս սիրելիներս, գրում է նա։ Նունե Թեսքե Ջուֆալակյանը գրում է Եվրոպայում, երբ հարցնում են, որ երկրից ես, ասում եմ Armenian, հարցնում են ինչ Romanian, շատերը այո, ցավոք Ռումինիայի հետ են խառնում, Ալբանիայի հետ են ոմանք խառնում, բայց վստահաբար այս տենդենսը գնալով նվազում է եւ ել ավելի շատ մարդիկ են սկսում իմանալ Հայաստանի Հանրապետության մասին եւ հուսանք, որ ինչ որ մի պահի նույնիսկ ստիպված չենք լինի ներկայանալ։ Ես օրինակ շատ նեղվում եմ, երբ արտաքին ինչ որ նմանություններ են գտնում մեր եւ մեր արևելյան հարևանների միջև եւ հարցնում են արդյոք այդ երկրից ես։ Ես այդքան էլ չեմ սիրում, որ միանգամից չեն գուշակում, որ հայ ենք։ Հենց ասում ենք հայ ենք, միանգամից մի քանի անուններ ասում են, օրինակ Շարլանզնավուր կամ տարբեր արտիստներ, Հենրիխ Մխիթարյան, Քիմ Քարդաշյան եւ հաճելի է, որ հայերին գիտեն, Արամ Խաչատրյան նայած ինչ հետաքրքրությունների դեր մարդու հետ են շփվում։ Այո։ Շատ բարի երկուշաբթի բոլորիս, գրում է Վարդի Թերգևորքյանը եւ Ասիա Սարգսյանը գրում է շնորհակալություն նաեւ երգի համար, այո, Սևակին միշտ շատերն են շնորհակալություն հայտնում մեր առավոտների երաժշտական հատվածը գեղեցիկ դարձնելու համար։ Շնորհակալ ենք եւ քանի խոսում ենք Սևակը ես էլ շնորհակալություն եմ հայտնում, որ միշտ տեսահոլովակներն են վերջապես դիտում երկերի։ Մեր օրերում կարծես թե տեսահոլովակների մասին մոռացած լինենք եւ հենց այստեղ ենք դիտում, այո։ Անցնում ենք երկը լսելուն։ Եվ քանի խոսում ենք Հայաստանի Հանրապետությունից եւ մեզ իդենտիֆիկացնելուց վեգա արի անդրադառնանք օրվա թեմային մյուս մասին, որի մասին շատ կարճ խոսեցինք։ Այսօր մեր երկիրը նշում է պետական խորհրդանիշների օրը, գիտենք պետական խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը եւ օրհներգը, եւ ահա Հայաստանի Հանրապետության դրոշի մասին եւ զինանշանի մասին օրենքները ընդունվել են 2006 թվականի հունիսի 15-ին, իսկ պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ հենց 2010 թվականին է նշվել։ Կարծում եմ կարիք չկա շատ մանրամասնել մեր պետական խորհրդանիշների մասին, բայց գիտենք դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն, մեր
հպարտությունը, որ ծածանվում է պետական կառույցների դիմաց եւ տարբեր միջոցառումների ժամանակ եւ հատկապես երբ մարզիկների շնորհիվ է այն բարձրանում եւ առաջին տեղում է լինում, մեկ այլ հպարտություն ենք չէ ապրում այդ պահին։ Այո, եւ եթե պատահաբար ինչ-որ մեկը հանկարծ մոռացել է, գիտեք, որ Կարմիրը խորհրդանշում է մեր անկախության խաղաղության համար թափված արյունը, կապույտը մեր երկինքը, ծիրանագույնն էլ մեր ժողովրդի ստեղծարար աշխատանքը։ Մեր զինանշանից էլ խոսենք, որի կենտրոնում Վահանի վրա պատկերված են հայկական 4 հակավորական տոհմերի Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների զինանշանները, դրանց կենտրոնում մեր բիբլիական Արարատ լեռան պատկերն է, որի գագաթին էլ բնականաբար ուրվագծվում է Նոյան տապանը։ Այո, սա էլ մեր խորհրդանիշների մասին, իդեպ կարծում եմ լավ է, որ ունենք նաև նման տոն եւ խորհրդանիշների օրն է նաև նշվում։ Եվ նաև ազգային օրհներգը մեր երրորդ կարևոր խորհրդանիշը 1991 թվականի հուլիսի 1-ին է ընդունվել եւ հիմնված է առաջին հանրապետության օրհներգի վրա, տեքստի չնչին փոփոխություններով, գիտենք դեռ դպրոցական ծրագրից տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, իտալացի աղջկա երգն է հիմքում, բանաստեղծությունը, որը մի փոքր փոխվել է եւ Բարսեղ Կանաչյանն էլ բնականաբար երաժշտության հեղինակն է եւ քանի խոսում ենք պետական խորհրդանիշներից, արի մի շատ գեղեցիկ երգ լսենք, Կարմիր կապույտ ծիրանագույն, կարծում եմ այս երգը բոլորը գիտեն, թեև այն պետական ինչ որ կարգավիճակ չունի, չէ, պաշտոնական հիմք չէ, բայց դարձել է երիտասարդների համար մեր դրոշի հետ ասոցացվող ամենահիշարժան երգը։ Ես սիրում եմ իմ երկիրը Ես սիրում եմ իմ երկիրը Ես սիրում եմ իմ երկիրը Սիրում եմ ես Սիրում եմ իմ երկիրը Սիրում եմ իմ երկիրը Ես սիրում եմ իմ երկիրը Ես սիրում եմ իմ երկիրը Ես սիրում եմ իմ երկիրը Սիրում եմ իմ երկիրը Ես սիրում եմ իմ երկիրը Սիրում եմ իմ երկիրը Սիրում եմ իմ երկիրը Ինչպես կբնի
Կարմիր կապույտ ծիրանագույն այսօր մեր երկրի պետական խորհրդանիշների օրն է, հենց այդ առիթով էլ լսում ենք այս գեղեցիկ երգը եւ հիմա անցնենք լրահոսի այլ հատվածի, տեսնենք ինչ կա չկա։ Աշխարհում դե շաբաթ կիրակին կարծում եմ բոլորի Instagram-յան ստորիներում Kanye West-ն էր իր գեղեցիկ եւ անկրկնելի շոուով, նա կարծես երկրագնդի տիրակալը լինի եւ կանգնած է, չէ՞, երկրագնդի գագաթին, ինչն էր պատճառը այդքան շատ ստորիների, նա մենահամերգ ուներ Թբիլիսիում եւ բնականաբար նրա երկրպագուները առիթը բաց չէին թողնել գնալ հարևան Վրաստան ու վայելել աշխարհահռչակ рэփերի մենահամերգը եւ բնականաբար դրանից բխող բազմաթիվ տեսանյութեր եւ նորություններ են տարածվել համացանցում, ինչպես են նրանք պտտվում, Կալի ուտում, կամ ուր են գնում։ Իդեպ այո, հետաքրքիր է, որ Հայաստանում էր երբ Քանյեն, նա շրջում էր ամենուր Քիմ Քարդաշյանի հետ եւ ավելի շատ այո, բայց այն ժամանակ չէինք ասում, չէ՞, Քանյեն եւ Քիմ, ասում ենք Քիմը եւ ամուսինը, շատերը նույնիսկ Քանյեի անունը այդ ժամանակ չգիտեին, նույնիսկ մեմեր կար, չէ՞, որ նորդ հայրիկին հարցնում է, հայրիկ այստեղ քեզ չեն ճանաչում, մինչդեռ հայրը իրականում Գրեմի ռեկորդակիր մրցանակների թվով ռեկորդակիր արտիստ է։ Իդեպ նորդն էլ է, հա, երաժշտական կարիերա սկսել, Քիմը կարծես թե որպես հակահարված նախկին ամուսնու համերգին ստորիներ էր դրել, որ աղջիկը պատրաստվում է ելույթի, բան։ Այո, բայց Վրաստանում արդեն Քանյեն պտտվում է իր տիկնոջ Բիանկա Սենսորի հետ, ներկայիս կնոջ հետ, որը շատ, այսպես ասած, էպատաժային տեսք ունի եւ միշտ կիսամերկ է շրջում, եթե կհիշես, Սևակ նախորդ տարի մեր եթերներից մեկի ժամանակ պատմել էի, որ կինո մրցանակաբաշխություններից մեկի Կարմիր գորգից նույնիսկ ստիպված էին եղել հեռացնել Բիանկային եւ Քանյեին, որովհետեւ համարել էին, որ չափազանց մերկ է Բիանկան եւ Վրաստանի հաշվի առնելով, որ ամեն դեպքում ավանդապահ Կովկասյան երկրի մասին ենք խոսում, բավական շոկային էր Բիանկայի տեսքը, նա անընդհատ վերնագրերում էր, որովհետև էլի գրեթե ամբողջովին մերկ էր, լրիվ թափանցիկ հագուստով եւ շրջում էր Թբիլիսիում, ինչպես գիտեք, ներողություն Մարզադաշտից դուրս, այո։ Դե վեգան ուզում էր այս համերգին գնալ, չստացվեց, դրա համար մի փոքր ուզված եմ, մի փոքր նյարդայնացած եմ, մի փոքր զայրույթով եմ պատմում։ Դե ինչևէ, ինչպես արդեն նշեցի, բոլորը քննարկում էին նրա կերպարները, այդ կիսամերկ հագուստը, կոշիկները, որոնք էլի բավական հետաքրքիր էին, մի պահ էլ հատուկ շրջվել է մեջքով տեսախցիկներին, ցույց տալու համար, որ այնտեղ առհասարակ ամբողջովին դեկոլտե է, որը ամբողջությամբ չի փակում նույնիսկ իր մարմնի այն հատվածները, որոնք սովորաբար փակում են։ Հիշեցնենք, որ Kanye West-ը Վրաստանում իսկապես հիասքանչ շոու կազմակերպեց, որին 70,000 մարդ էր ներկա, ըստ լրատվամիջոցների, Դինամո մարզադաշտում կայացած համերգն այնպիսի իրարանցում է առաջացրել, որ հազարավոր երկրպագուներ, որոնք տոմսեր նույնիսկ չունեին, այնուամենայնիվ եկել էին եւ մոտակա տարածքից փորձում էին գոնե լսել համերգը, թեկուզ ներս չմտնել եւ կողքից գոնե լսել Քանյեին։ Այս մեծածավալ ելույթը տեղի է ունեցել Քանյեի մեկ այլ հսկայական լսարան հավաքած համերգից հետո դա էլ Ստամբուլում էր տեղի ունեցել, այնտեղ 118,000 մարդ էր եկել Քանյեին լսելու, միևնույնն է շարունակում եմ հուսալ, որ մի օր էլ էլի Երևանում համերգով հանդես կգա։ Իդեպ երեք մեր գործընկերը Կամո Թոմասյանը, Կամո բլոգը, որը բնականաբար եւս այս համերգին էր եւ լուսաբանում էր, վեգանայի արհեստական բանականությամբ գեներացրել էր լուսանկարներ, թե ինչպես կստացվեր, եթե օրինակ Քանյեն այս շոուով գար Հանրապետության հրապարակ եւ հրապարակի մեր կենտրոնում, որտեղ մեր հայկական զարդանախշերով գորգն է, արհեստական բանականությունը գեներացրել է շոուի գլխավոր ատրիբուտը, էկրանը, որը գլոբուս է հիշեցնում, եւ այո, հուսանք, որ Քանյեն դեռ կվերադառնա Հայաստան եւ ընդհանրապես արտիստների Հայաստան գալը եւ տարածաշրջանում նրանց ելույթները աստիճանաբար արդեն մեզ համար սովորական են դառնում, բայց երբ փոքր էինք, երեխա էինք, չէ, մեզ համար անհաս երազանք էր, որ օրինակ մի օր լսենք Բեյոնսեին կամ չգիտեմ մեկ այլ արտիստի, իսկ հիմա Փառք Աստծո նաև թե հնարավորություններն են երիտասարդների շատ եւ թե նաև ճամփորդելու էժան տարբերակներ գտնելու շնորհիվ մարդիկ կարող են գնալ այս կամ այն երկիր իրենց սիրելի արտիստին լսելու։ Իդեպ Սևակ ես ուսումնասիրում էի, քանի որ չհասցրի դե Վրաստանի համերգի տոմսերը ձեռք բերել, ուզում էի տեսնել թե վիզա չի ընդհանրող, չպահանջող երկրներից որտեղ է որ
էլի համերգներ է ունենալու, դե տուրը շարունակվում է, եվրոպական մի շարք երկրներում հանդես կգա եւ համերգ ունի նաեւ Ալբանիայում, որը մինչեւ 90 օր մոտ գործելու դեպքում Հայաստանի համար առանց վիզայի էր փաստորեն, այն էլ այնտեղ նույնպես պարզվեց, որ հասանելի տոմսերը սպառված էին, կային իհարկե տոմսեր, որոնք շուրջ $1000 արժեին, բայց նույնիսկ Քանիեի համար ես այդքան պատրաստ չեմ տրամադրել համերգի տոմսերին, հատկապես որ դրանք էլի այն հատվածում են, որտեղ ինձ դժվար է համերգները վայելել, այդքան քնած հատվածում, ընդ որում երբ ասում եմ, որ դժվար է, խոսքը ոչ թե անընդհատ կանգնած լինելու մասին է, այլ այն մասին, որ այնտեղ մարդկանց հսկայական հոսք կա, շատ դժվար է տեղաշարժվելը, դու չգիտեմ, անձամբ ես անընդհատ շնչահեղձ եմ լինում, եթե հանկարծ ուզում ես դուրս գալ, դադար վերցնել, այո, արդեն դժվար է վերադառնում եւ մոտ տեղից նայում, այնպես որ ես նախընտրում եմ ավանդական նստելու տեղով, որ իմանամ սա իմ տեղն է, տոմսս ցույց տամ եւ մարդկանց հեռացնեմ այդտեղից։ Մի խոսքով բարով վայելեցիք, սիրելի երկրպագուներ, նրանք ովքեր այս օրերին Թբիլիսիում էին եւ ներկա գտնվեցին Քանիե Վեսթի համերգին, նոր մեկնաբանություններ ունենք, կարծես թե հասցրել եմ բոլորը կարդալ, բայց կարող ենք հիշեցնել եւս մեկ անգամ մեր ռադիո լսողներին, որ դեռ ունեք ժամանակ մեզ մեկնաբանություններ գրելու եւ նույնիսկ զանգահարելու համար։ Դե բնականաբար այսքան խոսեցինք, լսենք Քանիեի մեր եթերին ամենահամապատասխան երգը Good Morning, բարի լույս։ Good morning. Good morning. Wake up, Mr. West, Mr. West, Mr. Fresh, Mr. By himself, he's so impressed. I mean, damn, did you even see the test? You got D's, motherfucker D's, Rosie Perez, and yes, barely passed any and every class. Looking at every ad, cheated on every test. I guess this is my dissertation, homie. This is basic. Welcome to graduation. Good morning. Good morning. Good morning. Good morning. Good morning. On this day we become legendary. Everything we dreamed of. I'm like the fly Malcolm X by any means necessary. Detroit red cleaned up. From the streets to the league, from an eighth to a key. But you graduate when you make it up out of the streets. From the moments of pain, look how far we done came. Haters saying you changed, now you doing your thing. Good morning. Good morning. Good morning. Good morning. Good morning, look at the valedictorian. Scared of the future while I hop in the DeLorean. Scared to face the world, complacent career student. Some people graduate but be still stupid. They tell you read this, eat this. Don't look around, just peep this. Preach us, teach us, Jesus. Okay, look up now, they done stole your streetness. After all of that, you receive this. Good morning. Hustlers, that's if you're still living, get on down. Every time that we hit them, good morning. Hustlers, that's if you're still living, get on down. Every time that we hit them, good morning. Hustlers, that's if you're still living, get on down. Every time that we hit them, good morning. Hustlers, that's if you're still living, get on down. Get on down. Get on down. Սուրճ ու սեր առավոտից։ Այս երաժշտությունը սովորաբար հուշում է, որ ձեզ տեղեկություններ ենք հաղորդելու եւ այս պահին մենք խոսելու ենք սպորտի մասին, դե գիտեք մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը եւ ֆուտբոլային հանդիպումները սովորականից ավելի շատ են, մենք ամեն առավոտ համառոտ կանդրադառնանք դրանց արդյունքներին, չնայած վստահ եմ, որ երկրպագուները մեզնից չէ, որ պետք է իմանան ֆուտբոլային խաղերի վերջնական հաշիվները, բայց դե խաղերը շատ են, վստահ եմ դեռ շատ-շատերը չէ, որ հետևում են բոլոր հանդիպումներին, միշտ չէ, վերջին արդեն կիսաեզրափակիչ
սկսած են առավել ակտիվանում ոչ այնքան մարզասերները, իսկ մարզասերները միշտ էլ ակտիվ են։ Մունդիալ 2026-ի F խմբում Նիդերլանդներ Ճապոնիա խաղը ավարտվել է 2-2 հաշվով, ոչ ոքի։ Խումբ I-ում Կոտ դ'Իվուար Էկվադոր խաղը ավարտվել է 1-0 հաշվով, հաղթել է Կոտ դ'Իվուարը բնականաբար։ Խումբ F-ում Շվեդիա Թունիս հանդիպումն ավարտվել է 5-1 հաշվով, բնականաբար Շվեդիայի օգտին, եւ կարծես թե այսքանն էին նախորդ օրերի հանդիպումները, եւ կար նաեւ խումբ F-ում Մունդիալ 2026-ի Նիդերլանդներ Ճապոնիա, չգիտեմ սա ասացի թե չէ, ոչ ոքի է եղել 2-2։ Իհարկե ֆուտբոլային կրքերը կթեժանան գնալով ամառվա օդի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ, բայց ունենք նաեւ մի քանի մարզական այլ նորություններ, որոնք չեն վերաբերում աշխարհի առաջնությանը եւ կարեւոր է որ դրանք վերաբերում են մեր հայ մարզիկներին։ Այո, ուրախ ենք որ կան մարզաձևեր, որտեղ մեր մարզիկները մեզ շարունակում են ուրախացնել, անկախ նրանից Հայաստանն է ներկայացնում թե պարզապես հայ մարզիկներ են։ Ամեն դեպքում խառը ամենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը հաղթանակ է գրանցել ազատ ոճի ըմբշամարտի Real American Freestyle RAF 10-րդ մրցաշարում, որն անցկացվում էր ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սենթ Լյուիս քաղաքում։ Հայ մարտիկի մրցակիցը UFC-ի նախկին մարզիկ ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնն էր։ Սպասված գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում, Արման Ծառուկյանն իր վստահ գործողությունների շնորհիվ ժամանակից շուտ հաղթանակ է կորզել հեղինակավոր մրցակցի նկատմամբ։ Նշենք, որ սա Արման Ծառուկյանի արդեն 7-րդ ելույթն էր ըմբշամարտի այս լիգայում եւ նա փաստորեն այստեղ արդեն բավական կուտակած փորձ ունի։ Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին, երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության էր մատնել նորվեգացի Դեն Հուկերին։ Մենք հպարտանում ենք մեր հայ մարզիկով եւ հատկապես նրա Instagram-յան տեսանյութերով, որտեղ նա ցոփ ու շվայտ կյանք է վարում եւ վայը եկավ ձեզ տարավ, եթե դուք սոված եք դիտում նրա տեսանյութերը, որովհետեւ նա միշտ շատ ախորժելի սնվում է Instagram-ում։ Իդեպ Արմանի տեսանյութերը միշտ ցույց են տալիս նաեւ, որ եթե մարզվում ես, ապա կարելի է շատ ուտել, որովհետեւ նա այնքան է ուտում, որ առաջին հայացքից անհնար է թվում դա, չգիտեմ իսկապես ուտում է թե պարզապես այդպես կատակ տեսանյութեր են նրանք, բայց եւս մեկ հաղթական լուր, էլի մեկ այլ հայ մարզիկից ազատ ոճի ըմբշամարտի ներողություն։ Ահա մեզ մոտ համակարգիչը մի փոքր։ Ահա, այո։ Այո, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Արսեն Հարությունյանը հաղթանակով է նշել իր նորամուտը հենց այս լիգայում Real American Freestyle RAF։ Սա կարծես նույն լիգան է։ Այո, նույն լիգան էր եւ նույն տեղում էր տեղի ունենում էլի Սենթ Լուիս քաղաքում 10 մրցաշարի նախնական քարտում հայ ըմբիշը տեխնիկական առավելությամբ գերազանցել է Պուերտո Ռիկոն ներկայացնող Քելեբ Սմիթին։ Գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում 14 եւ 4 հաշվով։ Թեև սուպեր Թեև Պուերտորիկացի ներողություն եմ խնդրում մեկնարկում բավականին ակտիվ էր եւ կարողացել է արագորեն 4 միավորի առավելություն ստանալ, Հարությունյանը ցուցաբերել է կամային բարձր որակներ եւ ինչպես հասկացաք շատ լուրջ հաշվով հաղթանակ գրանցել։ Հայ մարզիկը ոչ միայն հավասարեցրել է հաշիվը, այլև ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել գոտեմարտի ընթացքն ու վստահորեն հասել ժամանակից շուտ հաղթանակի։ Հավելենք նաև, որ հունիսի 14-ին տեղի ունեցած հիմնական հիշեցնենք նաև, որ այստեղ սպասվում է եւս մեկ, չէ, սա արդեն տեղի ունեցել է։ Այո, ոչ թե հիշեցնենք, այլ ուրախությամբ ասենք, որ Արման Ծառուկյանն էլ է հաղթանակ տոնել եւ եթերաժամի վերջին րոպեներին ձեզ եւս մեկ անգամ հիշեցնենք սպասվող եղանակի եւ իհարկե խցանումների մասին, նախ ասենք, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները անցանելի են, որովհետեւ արդեն լավ եղանակ թեև տեղումներ են կանխատեսվում, իսկ մինչև վեգան կասի թե այս պահին որքան է մեր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը, ասեմ, որ խցանումները նույն տեմպով շարունակվում են, 7 է խցանումային նիշը մեր մայրաքաղաքում, բայց կարծում եմ, որ մի քիչ էլ ու մի քիչ կնվազի, որովհետև դե արդեն կհասնեն մարդիկ աշխատանքի, չէ՞, շատերի մոտ կարծես 11-11:30 նոր սկսվում է աշխատանքային օրը։ Հիմա եղանակի մասին։ Այս պահին ըստ հեռախոսային հավելվածի մայրաքաղաքում 20 աստիճան է ջերմաստիճանը եւ էլի հավելվածը հուշում է, որ ամբողջ օրվա ընթացքում հիմնականում լավ եղանակ ենք ունենալու, միայն երեկոյան ժամը 17-ի սահմաններում հնարավոր է անձրև, բայց հավանականությունը այնպես չէ, որ 100%-անոց է, մոտ 30% կա հավանականություն, որ անձրև կտեղա, բայց դա էլի կարճատև է, այնպես որ այսօր կարծես թե այսքան խառը հունիսը որոշել է մեր հանդեպ բարի գտնվել եւ արև պարգևել։ Այո, բայց ասենք որ թե
նաև կարճ են լինում վերջին օրերին անձրևները, բայց դրանք շատ հորդառատ են, այնպես որ եթե այդ պահին դրսում եք, մի փորձեք վազել, ապա պատասխանվեք, որովհետև ինչպես ասում են, ամբողջությամբ ջուր կդառնաք, միանգամից թափվում է անձրևը, բայց դրանից խուսափելու համար նաև ձեզ մոտ պահեք անձրևանոցներ։ Եվ այսօր տարատեսակ համերգներից խոսեցինք, եթերաժամի ավարտին տեղեկացնենք մեր ռադիոլսողներին, որ մեր հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված հաջորդ համերգը տեղի կունենա արդեն Բերդում եւ այստեղ հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը ելույթ կունենա հունիսի 19-ին ժամը 19-ին։ Ամենակարևորը մուտքն ազատ է, գիտենք անսամբլի գեղարվեստական ղեկավարն է լեգենդար Ռուբեն Մաթևոսյանը, դիրիժորը Աշոտ Պետրոսյանը, այնպես որ մեր բոլոր ռադիոլսողներին խորհուրդ ենք տալիս, եթե Բերդից եք մեզ հետևում կամ Տավուշի մարզից, ապա անպայման այցելեք այս համերգին, իդեպ մենակատարներն են Ռիմա Սարիբեկյանը, Տիրուհի Մելիքսեթյանը եւ Հրանտ Մուրադյանը։ Դե այս համերգներն էլ բնականաբար վարում են մեր գործընկերները Տիգրանը եւ Լուսինեն, որոնք նոր են եկել Սյունիքի մարզից եւ փաստորեն ամսի 19-ին ուղևորվելու են արդեն Բերդ Տավուշի մարզ հարավից հյուսիս։ Մեր ռադիոլսողներին նույնպես, որոնք այդ հատվածում են ապրում, խորհուրդ ենք տալիս անպայման ներկա գտնվել, բաց չթողնել համերգները, շփվել մեր գործընկերների հետ։ Դե իսկ Երևանում այս արդեն, ինչպես նշեցի, ջերմաստիճանը 20 աստիճան է, 10-54, ինչը նշանակում է, որ ժամանակն է այսօրվա համար ձեզ հրաժեշտ տալու, իսկ վաղը արդեն եթերում կլինեն մեր գործընկերները, կողջունեն ձեզ ու կասեն բարի լույս։ Sleep as I yeah, always shake my window, sweet seducing sighs, get me out into the nighttime, for walls won't hold me tonight. If this town is just an apple, take a bite. If they say why, tell them that it's human nature. Why does it do it that way? If they say why, tell them that it's human nature. Why does it do it that way? Reaching out, touch a stranger. Electric eyes are everywhere. See that girl, she knows I'm watching. She likes the way I stare. If they say why, tell them that it's human nature. Why does it do it that way? If they say why, tell them that it's human nature. Why does it do it that way? I like living this way. I like loving this way. Looking out across the morning, the city's heart begins to beat.